Բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ ուսամ լավ եք։ Վերնագիրը երևի հասկացաք, ոնց որ մրցույթ հայտարարված լինի ստերի ու կեղծիքների, տարբեր ձևի ու տեսակի հայտարարությունների։ Ես անկեղծ ասած ապրիլի 24-ին եւ 25-ին ոչ եթեր արեցի, ոչ էլ ու հիմնականում փորձել եմ գրառումներն խիստ սահմանափակ լինել, որովհետեւ վստահ չէի, թե կկարողանամ ինձ զսպել ու վստահ չէի, որ կկարողանամ համեստ գնահատականներով բավարարվել որոշ գործողություններին, որովհետև նախ կանք ապրիլի 24-ից այնքան կեղտոտություն ինչքան որ տեսանք Ծիծեռնակաբերդում, դժվար թե որովիցե հայի մտքով անցներ, որ դա մի օր կտեսնի, հերթով կանք էլի ապրիլի 24, ապրիլի 25 եւ հետ այս ամեն ինչյան Կիրակի, որովհետև տենց է մասերը բաղկացած, Սաթիկ Նյուզը խոդի ա տվել իր գործառույթները, ժուրնալիստների միության ղեկավար Սաթիկը, ով աչքի անկնում մանիպուլատիվ հրապարակումներով, կողմնապահություններով եւ կեղծիքով 168 եմ-ով, հրապարակով, մյուսով 45 հատ կայք ու լրատվական լծվել են աշխատանքի եւ փորձում են մանիպուլատիվ հրապարակումներ անել, փորձում են բազմաթիվ ձևերով անկայունություններ ստեղծել ու ազդել քաղաքացիների տրամադրության վրա։ Ուրեմն ապրիլի 24-ից սկսվեց ամեն ինչ, իմիջիայլոց ես այստեղ մի փոքր հանդիմանություն ունեմ իրավապահ մարմիններին, որովհետև ինչու էր ապրիլի 24-ին այդ լեկտի պահվածքը Ծիծեռնակաբերդում, անգամ որոշ լրագրողներ մոռացել էին, թե իրենք որտեղ են գտնվում, կամ եթե իրենց սրտում գուցե որոշակիորեն տոն է, կամ աշխատանքային տրամադրություններ են փող աշխատելու օրը, այնուամենայնիվ կլինեն քաղաքացիներ, ովքեր ում սիրտը այդ պահին հետ իրենց հավեսը չունի։ Միևնույնն է, իրենք գործ էին եկել, բայց այս ամեն ինչը գիտեք ինչի հետևանք է, որ մի 2 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, երբ որ Բևեռը, ծռիցները, Բևեռը ավելի ճիշտ, շատ վատ դրսևորեց իրենց Ծիծեռնակաբերդում, լուրջ հետևանքների չարժանացավ եւ եթե անգամ օրենքը այդ պահով մի քիչ խախուտ է, միևնույնն է հանրությունը նույնպես պախարակելի չդարձրեց դա ու շատ արագ մոռացվեց ու գնաց, հասկանում եք։ Հիմա սրանցն էր։ Եկան Ծիծեռնակաբերդ, փորձեցին կապիկ լամիշ լինել, էլ չխոսեմ թե համացանցում ինչեր էին կատարում, ես հանուն անկեղծությամբ պիտի ասեմ ժողովուրդ ջան, անգամ չի ցանկանում սրա մասին ասել, չէ լավ, հələ որ թող մնա հետո կասեմ։ Ուրեմն համացանցը ուշադիր նայում էի ու եթե ես այդ օրը եթեր մտնեի, օրվա ամեն վարկյանի լկտիությունը պիտի բացահայտեի ու կապված օրվա խորհրդի հետ բնականաբար չէի կարողանա խուսափել կոշտ, կոպիտ, կեղտոտ բնորոշումներից, հա, որովհետև պարզապես չի կարելի այդքան ամբռնազբոս լինել ու ինչ ցանկանալ այդ օրը հրապարակել, փորձել քաղաքականացնել եւ այլն։ Ծիծեռնակաբերդ, իմիջիայլոց Ծիծեռնակաբերդը ոնց էր, տեղում էր, չէին քանդել, չէ։ Մարդ ես էլի, ինչ իմանանք, կարող է քանդել են չեք ասում, ամաչում եք ասել։ Գիտեք, այս աղմուկը երբ որ բարձրացել էր, որ այ քանդում են բան, այդ ժամանակվանից եմ ես մի քանի բան ասել, ես այսօր ուզում եմ մի քիչ ավելին ասել։ Հետևում է վարչապետը քաղաքից դուրս էր կամուրջի, պատմական կամուրջի վերահիմնանորոգման աշխատանքներին էր ծանոթացնում կամ արդեն հիմնանորոգված։ Գիտեք, ու ես մի բան հիշեցի, որ այս 5 տարվա մեջ, որքան ես այցելել եմ տարբեր համայնքներ, տեսել եմ եկեղեցիներ, տեսել եմ բերդեր, ամրոցներ, տեսել եմ պատմամշակութային տարածքներ եւ ոչ միայն համայնքներում, հենց Երևանում նույնպես բազմաթիվ պատմամշակութային տարածքներ այս իշխանությունների օրոքա, որ բարձրագույն ուշադրությանը արժանանում։ Եթե ասեմ բոլորն են այդ վիճակում, բնականաբար ոչ, որովհետև տասնյակ հազարներով նման կառույցներ ունենք, բայց այդ բոլոր տասնյակ հազարներով կառույցները եղել են աշխարհի ամենաանմխիթար վիճակում, մշտապես։ Ինչ համայնքների բնակիչները բնականաբար թույլ չեն տա ստեմ։ Ցավոք հազարավոր դեռևս մշակութային, պատմամշակութային կոթողներ սպասում են իրենց հերթին դեռևս, բայց ես վստահ եմ, որ դրա հերթը էլի կգա։ Ուրեմն ես հիշում եմ, մշտապես եմ սիրել Հայաստանով շրջել, մշտապես։ Ես հիշում եմ այն ժամանակ, երբ որ ինչ որ միտեղ գնում էի մի պատմամշակութային կառույցի էի ծանոթանում, ու եթե վրան գրաված էր լինում, որ պահպանվում է պետության կողմից, նմանատիպ գրառումներ լինում են, չէ՞։ Ինձ մոտ արդեն միանգամից ստեղծում էր տպավորություն, որ ուրեմն տվյալ հատվածը առհամարանքի տակ է, ուշադրության կենտրոնում չի։ Եթե վրան գրված էր, որ
պետության կողմից է պահպանվում։ Այսօր հակառակ, որովհետև կրկնում եմ, հազարավոր կառույցներ նորոգման փուլում են, մեծ մասը վերջացել են, եւ ոչ միայն մշակութային կոթողներն են հիմնանորոգվում ու կառուցվում, այդ մշակութային կոթողներ տանող ճանապարհներն են կառուցվում։ Հասկանում եք։ Եվ դե երևի դա նրանից է, որ շատ թուրք ու դավաճան բան ունենք, ղեկավարներ ունենք, ովքեր որ չգիտես ինչու փորձում են վերականգնել այն ամեն ինչը տասնյակ տարիներով եղել է արհամարված, էլ չխոսեմ, որ դրանց մի մասը եղել են սեփականաշնորհված, մի մասը վերածվել են տարբեր բիզնեսների։ Գիտեք, կարա պետական պահպանվող մշակութային կառույցը իր ներսում ունենա որոշակի բիզնես, որպեսզի նաև խնամվի բիզնես ձեռնարկողի կողմից, հա, մշտապես։ Բայց դա պետք է լինի մի քիչ խելքին մոտիկ։ Օրինակ, մի հասարակ բան ասեմ, հեսա մայիսի 28-ն է գալիս, մի ամսից դուրս ենք գալու, նշենք առաջին հանրապետության օրը։ Ես կխնդրեմ ձեզ գնալ Երևանում այն կառույցի մոտ, որտեղ որ բալկոնից, պատշգամբից հայտարարվել է, հռչակվել է առաջին հանրապետությունը, ու տեսնեք, թե դա ինչի է վերածված։ Միամիտ տեսնելու եք, որ դա վերածված է ռեստորանի էլ չէ, հաց ուտելու տեղի, հասկանում եք։ Այսինքն բիզնեսը պիտի մի քիչ համահունչ լինի տվյալ օբյեկտի հետ, հասկանում եք։ Եթե պետությունը որոշում է այդ քայլին գնա, պետք է։ Ու այսպեսի, հա, իմիջիալոց մենք ունենք մշակույթի նախարար, ով ահագին պատմամշակութային շենքեր կամ բաներ սեփականացրել էր ու խլել էր հանրությունից մի խոսքով, հասկանում եք։ Այս սա ինչ վերաբերվում է այդ հատվածին, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդով, դրանից առաջ Ծիծեռնակաբերդով ողբացողներին ասա վերաբերվում, ովքեր որ փորձում էին դեմոնիզացման process-ներ ձեռնարկեին ու որոշակիորեն հաջողվեց, գոնե իրենց էլեկտորատին ինչ-որ բան խաբեցին։ Հիմա գանք ապրիլի 25։ Եթե անկեղծ լինենք, ես իսկապես շատ դժվար է ապրիլի 24-ից հետո անմիջապես ապրիլի 25-ին ունենալ տոնական տրամադրություն։ Սա ես համաձայն եմ եւ գուցե որպեսի նման բան չկրկնվի, գուցե պետքա տոնը ոչ թե լինի շարժական, այլ ֆիքսված օր, հա։ Ես այս մասով մոտեցումներ ունեմ։ Ասենք բոլորս հասկանում ենք, որ ինքը շարժական օր է, ուղղակի այս անգամ ընկել էր ապրիլի 24-ից հետո, որովհետև ապրիլի 24-ը ուրբաթ էր։ Եթե ապրիլի 24-ը լիներ օրինակ 3 շաբթի, ապա քաղաքացու օրը կընկներ ամսի 27-ին թե 28-ին, այս մաթեմատիկական հաշվարկները թողնեմ ձեզ։ Բայց քանի որ ընտրված ապրիլի վերջին շաբաթ օրը նշել քաղաքացու օրը, դրա համար այս անգամ 24-ը ընկել էր ուրբաթ, 25-ը շաբաթ, հիմա այդպես է ստացվել։ Ես ոնց հասկանում եմ, մյուս տարի ապրիլի 24-ը շաբաթ է, ու քանի որ ամսվա վերջին շաբաթ օրն է, ուստի վերջին թե նախավերջին, տենց են հաշվում, վերջին ոնց է։ Ուստի դարձյալ 25-ին լինելու, բայց կիրակի է ընկնելու, որպեսզի մայիս չընկնի։ Այնպես որ ես առաջարկում եմ այս իմաստով քաղաքացու օրը ինքը շատ լավ ու կարևոր օր է, ես առաջարկում եմ, որպեսզի նա լինի ֆիքսված օր, ինչի՞ չէ։ Չնայած նաև այս իմաստով ենք դժգոհություններ տեսնում։ Մարդիկ կային ասում են, քանի որ Նիկոլն է որոշել, որ էսի քաղաքացու օրն է, ուրեմն էսի քաղաքացու օրը չի։ Ես քաղաքացի եմ, բայց այսօր իմ տոնը չի, ֆլեշմոբ էին անում, սենց բաներ։ Լսեք, կարող եմ ես ձեզ օրինակ բնութագրել որպես լևոնականներ, Լևոն Տեր-Պետրոսյանականներ։ Ասեմ ինչ է այս հարցը մոտս առաջանում, որովհետև եթե ես չեմ սխալվում, ապրիլի 7-ը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հռչակվեց։ Բայց ոչ մեկս այդ օրը նրա հետ չենք կապում։ Չենք ասում, դե որ քանի որ Լևոնն է որոշել, որ ապրիլի 7-ը, չգիտեմ, մայրության, գեղեցկության թե կանաչի, դե մարդու հետ ապրիլի 7-ը տարբեր բնորոշումներ ունեն, բայց նման են իրար, էլի։ Բոլոր դեպքերում կանանց ու աղջիկների մենք նվեր ենք տալիս։ Հիմի կարող ենք արդյոք ասել, դե քանի որ էսի Լևոնն է մտածել, ուրեմն ախր չենք նշում։ Չենք նշում։ Հա, իմիջ այլոց մայիսի 9-ը, քանի որ սովետական միության որոշումն է դա, որ մայիսի 9-ին հաղթանակ կատարել, չնայած մայիսի 9-ին հաղթանակ չի տարել, այդ պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է։ Այնուամենայնիվ, մայիսի 9-ը ընդունված էր որպես բան երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր, այ դրա համար եկեք չնշենք։ Ստալինն ով է, վերջերս Ստալինն այն մարդն է, ով Արցախը տեղավորել էր Ադրբեջանի կազմում։ Գոնե սրա համար կարելի է նրա, չէ, անտրամաբանական, չէ, որովհետև ով էլ գա, տոնը արդեն ֆիքսված է։ Կապ չունի ում օրոք։ Հիմա եթե քաղաքացու օրը ֆիքսվել է հեղափոխության արդյունքում, այսպես թե այնպես ինքը հեղափոխականների տոնը չի։ Ինքը քաղաքացու օրն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է։ Հասկանում եք։ Ու չնշել այդ պատճառով կամ փորձել այդպիսի գաղափարներ սերմանել քաղաքացիների մեջ նշանակում է, որ դուք չեք
ընկալում ձեր քաղաքացի լինել։ Դուք չեք ցանկանում տեր կանգնել ձեր քաղաքացի լինելու։ Կամ դուք վստահ եք, որ դուք այնքան էլ լավ քաղաքացի չեք։ Չնայած որ ձեզանից շատերը նորմալ է, որ չեն նշում, որովհետև իրենք այլ երկրի քաղաքացի են հանդիսանում, բայց կարող են մասնակցել ուրախությանը։ Յուրի կարգավիճակում, թեկուզ ազգությամբ հայ։ Հասկանում եք։ Այս абսուրդը դուք ձեր բերանով ասում եք, որ դուք իմիջայլոց։ Ես այստեղ Հուսամ Նարեկ Կարապետյանը կամ նրա թիմի ներկայացուցիչները ուշադիր կլինեն այս եթերի գոնե այս հատվածին։ Գիտեք ինչ, հազար ներողություն, պես քամակները ճղում եք մարդկանց համոզելու համար, որ դուք ոչ նախկին եք, ոչ ներկա եք, դուք պարզապես ցանկանում եք, որպեսզի բան մթնոլորտ ձևավորվի, ոնց եք ասում, համերաշխության մթնոլորտ լինի Հայաստանի Հանրապետությունում եւ այլն, ապա կասեք ինձ իմանամ, ձեր 28-րդ համարը 28-րդը թե կներեք, ամեն դեպքում ձեր ցուցակում, հեսա ես անունը գտնեմ, ամեն դեպքում ձեր ցուցակում։ Ինչի ապա տարածում հրապարակի նկարը Մարգարիտա Պետրոսյան։ Դուք կամակներդ պատրում եք, որ դուք համերաշխության կողմն, այ քանի որ չկա համերաշխություն, մենք եկել ենք ոչ նախկին, ոչ ներկա եւ մենք ուզում ենք, որպեսզի հայերը համերաշխ լինեն, սիրուն բաներից եք խոսում։ Կարծեք իմանանք, Մարգարիտա Պետրոսյանը ինչի է տեղադրում այս նկարը հրապարակի, որտեղ տասնյակ հազարներով մարդիկ են հավաքված ու վերևում գրում, չգիտեմ, երևում է թե ոչ, եւ վերևում գրում թքեմ ձեր վրա։ Դուք ուժեղ Հայաստանը պատկերացնում եք առանց այսքան քաղաքացիների։ Հայաստանը ուժեղ է ամեն մի հատիկ քաղաքացիով։ Ամեն մի հատիկ։ Ընդ որում քաղաքացի պիտի դաստիարակված լիներ, որը ցավոք ծրտի 30 տարի դուք չեք դաստիարակել։ Դուք դաստիարակել եք բնակիչ, ոչ թե քաղաքացի։ Այդ հիմա ենք, այդ գիտեք, քաղաքացի բառը հիմա է փորձարվում հավուր պատշաճի իր իմաստով կիրառվել մեր առօրյայում։ Դուք բնակիչ եք կրտել, բնակիչ։ Ինչ բնակիչ, դա հարցի արդեն մյուս կողմն է։ Ճորտ, պարտական, ծախվող, ինչ, լավ, վատ, ինչ ասես, լցրել եք, բայց որպես բնակչի։ Պետությունը օտարած այդ քաղաքացուց։ Դուք են ուժերն եք առհասարակ ովքեր որ կողմ են, որ մենք ունենալով հայերս, ունենալով մեր սեփական պետությունը, ունենանք, չգիտես ինչի, պետական երկրորդ լեզու, որը թող լինի ռուսերենը, ըստ ձեզ։ Սա մեջ բերում եմ ձեր բառերը։ Գիտեք ոնց, ինչքան ուզում ես եղբայրական եղիր, ում հետ ուզում ես եղբայրական եղիր։ Գիտես, սա քո տունն է։ Եթե սա քո պետությունն է, քո պետական լեզուն, քո լեզուն է լինում։ Անկամ երկու աղբերներ, եթե երկուսն էլ տուն ունեն, ինչքան էլ իրար տուն կարան գնան, գան, քնեն, մնան, իրար դիմեն, իրար օգնեն, չգիտես ինչ անեն, ինչ չանեն, միևնույնն է, այս տանտերը, այս մյուս տանտերը չի։ Դուք զորով դա եք ուզում մտցնել, բայց հիմա էլի հարց եմ տալիս, քաղաքացու իրենց մարդիկ, ովքեր որ գիտեն ու վստահ են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, անկախ իրենց քաղաքական պատկերացումներից, ես անգամ վստահ եմ, որ այստեղ ներկաների մեծամասնությունը այնպես չէ, սա գնալու է Փաշինյանին ընտրի, որովհետև սա ԿՊ-ի կազմակերպած ամերգը չի։ Սա պետության կազմակերպածն է։ Ու նրանք, ովքեր որ այս սցենարը գրել են, աշխատել են, իմիջիայլոց շնորհակալություն բոլոր դրա այդ մարդկանց, ստաֆը, մյուսը դրանց մեջ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր որ բացարձակ ԿՊ-ի կողմնակից չեն։ Բայց սա քաղաքացիներին է նվիրված։ Դուք մերժում եք քաղաքացուն։ Ու հենել եք, գեղ ֆռում եք, ասում եք մեզ ձեն տվեք, մենք ձեր մասին ենք մտածում, հեսագանք, չգիտեմ, կաթի մտերում ապահովենք, գյուղատնտեսությունը չգիտես ինչ անենք, հարկերը իջացնենք, այն մյուսը ծրի դարձնենք, ես ինչ եք խոսում, մենակ թե խապելով ձեն քաշեք։ Այ այդ մարդկանց ես խնդրում եմ, ժողովուրդ ջան, ես հարգում եմ ձեր ընտրության իրավունքը։ Ես չեմ կարող դա չհարգել։ Ես գուցե չընդունեմ ձեր ընտրությունը բանով էլի գաղափարական տեսանկյունից, բայց ես չեմ կարող չհարգել ձեր իրավունքը ազատ ընտրության։ Բայց ես խնդրում եմ, ընտրությունների գնալուց սա կունենաք ձեր աչքի դեմը։ Այստեղ ձեր քույրեր եղբայրներն են, այստեղ խալխ չի։ Ու այս մարդիկ ասում են թքենք սրանց վրա, այսինքն այսքան մարդը, այս առնվազն այսքան մարդը։ Նրանց չարությունն այնքան է, որ վստահ եք ձեր վրա էլ թքած ունեն, հարցը դա չի։ Այդքան մեծ է նրանց չարությունը։ Դա ցույց կտան, եթե ինչ-որ բան իրանց մոտ հաջողվի, հունիսի 8-ից ցույց կտան, բայց վստահաբար չի հաջողվի, որովհետև իրանք թքած ունեն, ես գիտեմ իմ թասիբով հայ ազգին։ Ես գիտեմ, որ իմ հայ ազգը գուցե շատ բան չհասկանա, բայց վերջի պայն ինտուիցիայով այնպես մի հատ բան կանի, որ շատ գիտնականներ գլուխ ջարդեն այդ բանը չեն կարող ստանալ։
Հիմա ես մարդիկ եկել են քաղաքացիորը նշելու։ Ես ասեմ Մարգարիտա Պետրոսյան, եթե ես էլ իմ ընտանիքի հետ ստացվեր, որ այստեղ եղած լինեի, ես շատ սատակ կանեի։ Անես կխորոփեի քո ու ցեղիդ վրա, որ հավատա ձեր լավ լողանալ իմանալը ձեր չերպրգի հետ լճից։ Ձեր Գերդաստանի վրա անես կխորոփեի։ Ու բոլոր նրանց, ովքեր սրատակ լայք են դրել։ Սա ինչ խոսելաձևա ժողովրդի հետ արա։ Սա ինչ խոսելաձևա մարդկանց հետ։ Միայն նրա համար որ մարդը ասել է քաղաքացիորն է, հա, ես քաղաքացի եմ, ես գնացի համերգ։ Օրը ինչ օրա, շաբաթ, всё, կայֆ գնացի։ Ու դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, ու դուրս եք եկել բան համայնքներով շրջում եք, համայնքներում էլ մարդիկ կան, որ իրանք նույնպես թքած ունեն։ Այսպես թքած ունեցել է Նարեկ Կարապետյան հերը, հորդ շեֆը, հոպարդ, սես թքած ունեցել է իր լավ ախպեր Քոչարյան Ռոբերտը, դաշնակները, այսպես թքած ունեցել է շատ շատերը, դրա համար Հայաստանի Հանրապետությունում մշտապես արտագաղթը եղել է մեծ թվերով։ Դա նույնն է թե Օսմանյան կայսրությունում տարհանումը, դա նույնն է թե Արցախի էթնիկ զտումը, հասկանում եք դուք։ Դուք գիտեք քանի մոտ 150 միայն գյուղ եք դատարկել։ Ես չեմ խոսում Հայաստանից քանի հայեր են հեռացել։ Դուք բարոյահոգեբանական ցեղասպանները այսօր եկել որոշել եք, թե Ծիծեռնակաբերդ ով պիտի գնա, ով չգնա, իսկ հաջորդ օրը քաղաքացու տոնը ով նշի, ով չնշի։ Դուք բարոյական հայ ազգի բարոյական սպիտակ գենոցիդի հեղինակներն եք։ Եվ միայն հիմա ես գիտեք ինչ, գուցե վաղը լինի շատ ավելի լավ իշխանություն, ով դրական սալդոն հեռացողների եւ վերադարձողների կապահովի, ասենք 100,000-ով, 200,000-ով տարբերությունը կտա։ Հիմա ամենայն դեպս մենք առաջին անգամ ունենք դրական սալդո։ Առաջին անգամ մեր հայրենակիցների տուն վերադառնալը, սա տուրիստական երթևեկների մասին չի, է։ Սա վերադարձի մասին է, հայրենիք վերադարձի մասին է։ Եվ առաջին անգամ տուն վերադարձողները եղել են մի քանի հազարով ավելի, քան գնացողները։ Առաջին անգամ 2010 թվականից, եթե չեմ սխալվում, որովհետև դրանից առաջ ավելի խայտառակ վիճակ էր, այ դրա համար այդ օրենքը չէին մտցնում։ Դրա համար բնակչության հաշվարկ, մաշվարկ, այս բաները չկար։ Որովհետև դրանց գործը առհասարակ վերացնելն էր այ ժողովրդին հայաստանյան տարածքներից։ Սա պիտի դառնար ռուսական գառնիզոն ու վերջ։ Ու այսօր դուք դες բաներից եք խոսում։ Բայց այդ գնահատականները որտե՞ղ, սրանք թվեր են։ Այս թվերը չեք կարա փոխեք։ Սրանք թվեր են ու փաստեր։ Ապա որպես քաղաքական ուժ ձեր արձագանքը այս թվերին, հստակ թվերին, որոնք են, որն է։ Մեկը կասեք։ Դուք որևիցե մեկը ապագայի մասին դուք խոսում եք, բայց որևիցե մեկը չեք մտածում ապագայի մասին։ Դուք մտածում եք բոլորը անցյալի մասին, անցյալը բերելու մասին։ Սա է, սա այնքան պարզ է դրած, գիտեք, ես հասկանում եմ եւ ընդունում ու ընկալում եմ, որ քաղաքացիները բազմաշերտ են, բազմագույն են, բազմատեսակ են, ու բնականաբար բոլորին հարմար կլինեն քաղաքական ուժեր, ովքեր որ կաշխատեն այդ շերտերի վրա դիվիդենդ հավաքելուն։ Բայց դուք չեք կարող խաբեք ողջ ժողովրդին ու նկար տեղադրելով падգամավորի տեխնացու առաջադրվելով տեղադրեք Հանրապետության հրապարակի նկարը մարդաշատ ու վերևը գրեք թքեմ ձեր վրա։ Դուք չեք դա ամենավերջին անբարոյականություն, հետո կնստեք, բոլորով կմտածեք հունիսի 8-ին, թե ով էր մեղավոր, որ պարտվեցիք։ Ու դուք չեք լինի այնքան adekvat, որ որոշեք, որ հենց դուք ու ձեր լեզուն էր մեղավոր, որ դուք պարտվեցիք։ Դուք ու ձեր լեզուն, ձեր անհեռատես բառամթերքը։ Հիմա ժողովուրդ ջան, Գագիկ Ծառուկյանն էլ է բավականին ակտիվացել։ Բաներ է խոսում, էլ իրան հատուկ ձևով, ոսկեղենիկ հայերենով։ Լավ անում, ոչ բոլոր քաղաքական ուժերը տենց են ինքը, բայց երբ որ խոսում եք սպորտից, ես հիշում եմ մեր փառապանց մարզիկների կամա թե ակամա կախվածությունը որոշ անձերից։ Ինչը խայտառակություն էր ինձ համար։ Այո, այդ մարդիկ գնում էին դրան, որտեղ իրանք մի կողմից սիրում են իրանք սպորտը, սպորտաձևը, մի կողմից հանդիսանում են մարմնամարզիկով հաղթելա, եռագույնն է բարձրացել, բոլորիս եռագույնը, փառք բոլոր ժամանակների մեր մարզիկներին, ձեր կյանքին մեռնեմ անկախ նրանից, որ ոնց եք մտածում քաղաքական մասով դա հետաքրքիր չի։ Քանի դեռ քաղաքական հայտարարություններ չէր կարելի, որ արեք, պիտի դնենք փաստորեն քննարկենք դա։ Բայց սա մի կողմ, սա առողջ քննարկում կստացվի, որովհետև պալյուբոմը ես զարգում եմ։ Որովհետև դուք
ինձ, իմ երեխուն, ով սիրում է հետևել մարզական իրադարձություններին, հպարտություն եք նվիրել։ Հպարտություն։ Բացի մեր ֆուտբոլիստներից, մեր ֆուտբոլիստները վերջնում են ներվեն ասում։ Բայց ուսանք այդտեղ էլ բանկ տեղի կունենա, էլի ճեղքում կլինի, էլի ամեն դեպքում։ Հիմա այս մարդիկ գնում, այս ամեն ինչը անում են, գալիս են, ու ստիպված էին լինում հույսով սպասել, որ Ծառուկյանի մոտից մեկը իրանց կզանգի, կասի շեֆը ուզում է տենակ ես։ Այսօր մեր մարզիկները ունեն պետական աջակցություն, պետության, ոչ թե ԿՊ-ի, ոչ թե իշխանությունների, այլ կոնկրետ պետության աջակցությունը։ Եվ հստակ, բավականին հստակեցված է, թե սպորտում հաջողություններ, ինչպիսի հաջողություն գրանցելու դեպքում, ինչպես են ապրելու այդ ծրագրերով։ Ասել, որ դա անթերի ծրագրեր են, կամ ամեն ինչ սպորտում անթերի է գնում, ու իհարկե սուտ կլինի։ Բայց ամեն ինչ գնում է դրան, կարգավորվելու։ Երբ որ պետությունն է քեզ գնահատողը, ոչ թե անձը։ Հիմա ես խնդրում եմ մեր մարզիկներին ուշադրություն դարձնել մի բանի վրա։ Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը հետաքրքրված չեն քաղաքականությամբ։ Ձեզանից շատերը զահլել չունեն, թող ոչ էլ ժամանակ ունեն, ոչ էլ ցանկություն հետաքրքրվելու։ Ես դա հասկանում եմ։ Բայց տղերք եւ աղջիկներ, ես որոշում տղերք են։ Մի բան պետք է հասկանաք հստակ։ Այսօր դուք գնում եք տարբեր մրցույթների եք մասնակցում։ Մի դեպքում ստացվում է, մի դեպքում չի ստացվում։ Մենք ձեր հետ ապրում ենք, ձեր հաղթանակները, ձեր պարտությունները, ամեն ինչը։ Բայց դուք այնտեղ տեսնում եք, որ ռուս մարզիկները ներկայանում են առանց դրոշի։ Դա ցավալի փաստ է, որովհետև ես մարմնամարզությունը, քանի որ ինքը բազմազգ մեր մոլորակի խաղաղության սիմվոլ է հանդիսանում եւ մերձեցման շփումների ինքը բանը, ոնց մշակույթը, տենց սպորտը։ Բայց այնուամենայնիվ, այո, պետության քաղաքականությունը բերել է նրան, որ ուղիղ ազդում է իր մարզիկների ճակատագրի վրա։ Նրանք ելույթ են ունենում առանց դրոշի։ Ու այնտեղ ձևակերպում կա, այդ ձևակերպումը։ Ինչու՞, որովհետև կան սանկցիաներ կիրառված տվյալ պետության դեմ։ Ու իրենք չեն, դա էլ հազիվ են մասնակցում, շատ բաներից, սպորտերից առհասարակ իրավունք չունեն մասնակցեն։ Բայց որոշ սպորտաձևերում դեռևս սանկցիաները այդքան խստացված չեն, պարզապես դրոշով չեն կարող ելույթ ունենալ։ Ու ես ձեզ ռեալ ասում եմ հիմա, եթե ցանկանաք կարող ենք հանդիպել ու ես մանրամասնեմ, որովհետև կարծում եմ, որ հիմա շատ մանրամասն ձեզ չեմ պատմի, բայց միտքը կամ բռնեք վստահաբար։ Եթե Հայաստանի Հանրապետությունում երբևէ ռուսամետ ուժերը աշխարհի այս իրավիճակում գան իշխանության, ցավոք դուք նույնպես շատ կարճ ժամանակ հետո ստիպված եք լինելու չներկայացնել Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Որ մի բարձ պատճառով, որ որոշ գործարքներ, աշխատանքներ, որը որ կպահանջի Պուտինը, Հայաստանը չի կարողանա հրաժարվել եւ ինքը նույնպես կհայտնվի սանկցիաների տակ։ Սա իմացեք։ Այսօր աշխարհը տենց է։ Այսօր տենց է։ 10 տարի առաջ տենց չէր։ 6 տարի առաջ էլ տենց չէր։ Այդ 5 տարի առաջ էլ տենց չէր։ Այսօր տենց է։ Ու դեռ չգիտենք ինչքան տենց է կլինի։ Ես ուզում եմ, որ մեր մարմնամարզիկները սա հաշվի առնեն, որովհետև վստահ չեմ ասում ում ընդ ես ուղղություն չեմ տալու։ Ոչ էլ իրավունք ունեմ դրա։ Ես կարող եմ սա ասել ընդամենը։ Ոչ Գագիկ Ծառուկյանն է կարողանալու ձեր հարցը լուծել աշխարհում, ոչ Ծառուկյանի նման հազարը, ոչ Տաշիր Սամոն, ոչ Տաշիր Սամոյի նման հազարը։ Սա հաշվի առեք։ Ես չեմ ասում մի հարգեք, մի գնահատեք, չէ։ Ես վստահաբար շատ դեպքերում մեր մարզիկները շատ դեպքերում ստիպված են լինում որոշակի առաջխաղացումներ գրանցելու համար դիմեն տարբեր հովանավորների։ Ցավոք սրտի Հայաստանում հովանավորչական ինստիտուտը չի աշխատում նորմալ, ով հովանավորում է նա որոշում է, որ ինքը տերուտ իրականն է, բայց այդ տվյալ մարզիկներ իր ապագայի հարցերը լուծելու համար երբեմն գնում է այդ կայլին, ընդունում է նմանատիպ ոչ ինստիտուցիոնալ հովանավորչական բանը։ Ընդունում է դա ինչ անի, բա ուզում է առաջ գնա, ինչ անի։ Ու ֆինանսներ է պետք։ Որոշակի մարզաձևեր կան, որ այդպես է։ Բոլորս ենք դա հասկանում։ Ես չեմ կարող ասել, այդ մարդկանց պիտի այս ընտրություններին չհարգես կամ ձայն չտես, չէ։ Պարզապես պետք է դա հաշվի առնելով։ Եթե գնում եք ընտրությունների, պետք է դա հաշվի առնեք։
Հայաստանի Հանրապետությունը, եթե հայտնվեց ռուսական զամբյուղում դարձյալ ամբողջովին, իսկ դա տեղի ունենալու ցանկացած ռուսամետ ուժի հաղթանակի պարագայում, ապա հետևանքը դա է լինելու։ Ցավոք։ Եվ կխնդրեմ, որպեսզի իմ այս կարծիքը, որը բարձրաձայնում եմ, չփորձել ընկալել որպես քաղաքական կամ մանիպուլատիվ հայտարարություն, ոչ իմ ասածը հիմքեր ունի ըստ իս, եթե դրանք բանավեճի կարիք ունեն, կարծում եք, որ դա մի քիչ այդպես չի, խնդրեմ, ես պատրաստ եմ բաց սիրուն զրուցել ձեզանից ցանկացածի հետ, որովհետև բոլորիդ հարգում եմ։ Բոլորիդ էլ հարգում եմ, սիրում եմ։ Անկամ այն տղեն, որ գնաց, անունը չեմ հիշում, հաղթեց եկավ անընդհատ Քոչարյանի, Լևոն Քոչարյանը հետևի կադրում ֆրֆռում էր, մեկ անկախ դրանից ճիշտ է, ինձ համար դա ամենահաճելի տեսարաններից չէ, բայց մեկ որպես մարզիկ ես չեմ կարող շարունակել քեզ եղբայր ջան։ Բայց դա իմացեք։ Իհարկե դուք որ ուղիղ խոսեք իրանից հետ ասել եք ինչ եք ասում ախպեր, ասել են, բա, այդպես ո՞ց կարա լինի։ Ասել են, բա ինչ են անելու, բա ոչ են նստելու ասեն, հա, որ Պուտինը գրմռա մենք չենք կարա ասենք չէ, նիետ։ Իրանք ասում են ոնց, արա մեր ախպերն է, այ հենց դրա համար, որ իրանց ախպերն է, հենց դրա համար է դա տեղի ունենալու։ Վերջ։ Ստեղ ինչ-որ խնդիր ունենք, ժողովուրդ, եթե հանգարց ինչ-որ բան են չլինի, ինձ կասեք, ամեն դեպքում խնդրում եմ, որպեսզի փոխադարձ հարգանքը հակառակ կարծիքների հանդեպ ապահովենք ու սահմաններ չանցնենք, անձնական բաների չանցնենք։ Դա այդ մասով։ Հիմա այնքան բան ա կուտակվել, չգիտեմ, որտեղից ուր գնամ, ինչ լինեմ։ Եկեք մի հատ էս մեր հոպարին նայենք, ժողովուրդ ջան։ Նա ցած վիդեո ցույց տամ, որը տարածվում էր գրեթե բոլոր Սաթիկ նյուզային կանալներով, էլի։ Ես քաղաքացիորը դուրս չեմ եկել, քաղաքում չեմ եղել։ Եղել եմ գրասենյակում, հետո եկել եմ տուն։ Ժամանակ չեմ ունեցել, անգամ իմ ընկերներից հրավիրեցին նշելու առանձին բայդում, չեմ կարողացել գնալ ցավոք սրտի։ Բայց ես խնդրում եմ, ու չգիտեմ ինչ գներ ա եղել այդ խորովածը, քաբաբը, չգիտեմ ինչը, չնայած ոնց հասկանում եմ, այնտեղ ստեյքն ու խորովածը խառնում են իրար ու բնականաբար ստեյքը ավելի թանկ ա լինում, քան խորովածը, այնուամենայնիվ ինչ որ կար, այդ կար։ Բայց մի հատ եկեք այս մարդուն միասին նայենք, էլի։ Ու ասեմ ձեզ, թե ինքը ով ա։ 100 գրամից 6000 են ծախում։ Կներեք, տեսնեմ կարող եմ մեծացնել էկրանը։ Չմեծանում, մի րոպե։ Չմեծանում ներող կլինեք ժողովուրդ ջան, բայց հաստատ տեսած 100 գրամից 6000 են ծախում։ Մի կարտոշկան 1000 դրամ։ 6 կարտոշկան 1 կիլո է, ո՞նց։ Եկել եք մասնակցելու։ Մասնակցել եմ եկել, բայց ինչով։ Խոշակարու մարդ։ Թե կարող եք օգտվել։ Իհարկե չէ։ 1 կիլո կարտոշկան 10000 դրամ է կարից։ Գնացեք քին իմացեք։ Որտեղ եք եկել այստեղ։ Ես ստեղ եմ աղում քաղաքում։ Այսինքն այս ամենը Ժամանակի ներկու ծերով քվեարկել եմ սրան։ Բայց հիմա լրիվ հիասթափել եմ աղջիկը։ այսօր բանից հետո թե ավելի։ Չես, 2 տարի հիասթափել եմ։ Այն ինչ ուզում եք թողանի, դրանից դժգոհ չեմ։ Մենակ 300000 թուրք չբերի Հայաստան։ Դա եղերից պետք է։ Ուրիշ բան չէ։ Հալան է, պրենատան, ինչ անեն, չանեն, հալալ եղնի։ Մենակ այդ թուրքեն ինչ տեղավոր են աղջիկ ջան։ Այսինքն դուք այս ընտրություններին իրեն չեք ընտրում։ Այս ընտրությունների։ Առաջ ընտրության 2 ծերով եմ քվեարկել։ Իր պարտրետը Նիկոլ Վարչապետ տունը իմ գլխավերում խփած է։ Գյուղ եմ ապրել։ Այն ժամանակ քվեարկել եմ։ Հիմա լրիվ հաստատ 14 հոգի ընտրող ունեմ։ Իմ գերդաստանը։ Ոչ մեկին թույլ չեմ տալիս որ իրան ընտրեն։ Հիմա թող ինքը ինչ ուզում է տանի կնդալանի։ Նեմնունա ես իրան չեմ ընտրելու։ Ինչ կասեք, որ 3 ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, դրանից 1 օր հետո է նշվում։ Ձեր առնում, ժողովրդին ձեր առնում սա։ Թող 3 օր հետո աներ, 5 օր հետո ինչ է, քաղաքացու օր։ Նախարարները օրինակ նշում են, որ օրենքով սահմանված։ Լավ, եկեք շատ չխորանանք, երևի շատերը տեսել եք։ Նախ հոպար ջան, Հայաստանի Հանրապետությունում արդեն 8 տարի է, ոչ մեկի իր ազատ խոսքի համար, ոչ մենք չենք գնդակահարում, անգամ չեն էլ թաթալոշում։ Սկսենք այդտեղից։ Ու պետք չի արհեստականորեն այդ թեզը բրթել։ Ես այդտեղ արհեստականություն տեսնում եմ, որովհետև արդեն մի քանի հոգու եմ տեսել, sense իբր միամիտ ինչ որ մի վայրում խոսելուց ու բոլորը անընդհատ այդ թեզը ինձ ինչ ուզում են թողանեն ես պիտի ասեմ, բաց բաներ։ Ոչ ոք ինձ չեն անի, հանգիստ եղեք։ Ավելացնեմ, իսկ ո՞նց եք կարծում, ով է այս հոպարը, ժողովուրդ ջան։ Հեսա 300,000-ին կանդրադառնանք։ Ով կարա լինի այս հոպարը։ Media News-ը հրապարակում է արել, բացահայտում։
Փորձելով սևացնել 3 Երևանում քաղաքացու օրվան նվիրված աննախադեպ միջոցառումները, ընդդիմադիր լրատվամիջոցներն ու գործիչները լծվել էին գործի։ Տեսախցիկի արչև խոսեցնում էին քաղաքացիների, ովքեր իբրև թե դժգոհում էին երկրում ստեղծված իրավիճակից։ Օրինակ, Կալուգեցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկը տեսախցիկների արչև դժգոհող մի քաղաքացու էր լուսաբանել, ով ինչպես պարզվեց, նույն Սամվել Կարապետյանի անվտանգության պետի հայրն է, Անդրանիկ Բաղդասարյանը, Տաշիրի Նորաշեն գյուղից։ Ստացվում է ընդդիմադիր լրատվամիջոցներն ու Կալուգեցի Սամվելը այն աստիճան անմխիթար վիճակում են հայտնվել, որ տեսախցիկի առջև խոսացնում են յուրայիններին ու ներկայանում որպես շարքային քաղաքացի։ Հոպար ջան, խնդիր ունեք 1000 դրամ։ Հա։ Կարող է ձեր որդին աշխատելը Սամվել Կարապետյանը չի վճարել։ Անվտանգություն, աշխատակից դեռ պետ։ Պարոն Անդրանիկ Բաղդասարյան, ամենայն հարգանքով, չնայած տարիքով մարդ ես, պետք չի այսպես բաների մեջ մտնել։ Հասկանում եք։ Ու կային այսպիսի քաղաքացիներ, որոնց ուղարկել էին լրատվամիջոցը դերած լրատվականներն են, գիտեն ում մոտենան, չգիտես ինչու է լրատվականները մի նորմալ մեկին, ով այդքան մարդկանց մեջ, ովքեր որ տոնում են քաղաքացի օրը, արա տեսել չգտան մեկին, ով ուրախ է քաղաքացու տոնի օրով։ Այդ որտից եք գալիս ու կանգնում եք մարդկանց վրա, միամիտ, այդ տպավորությունը եք ստեղծում, որ քաղաքը դժգոհ է, բոլորը դժգոհ են։ Այս ստերն են, էլի, ոսած ֆլեշ մոբ արած տարածում եք ու ամեն ինչը պատկերացրեք ցանկացած նյութ մի 50 տեղով։ Ես դեռ չեմ խոսում առանձին քաղաքացիների տարածումից, ես խոսում եմ 50, հա, կայք, լրատվական կայք։ Այսպես են փորձում ձեր ուղեղները լվանալ, սիրելի քաղաքացիներ։ Հոպար ջան, մի արա պետք չի։ Իսկ եթե շատ ես ուզում, օրինակ, ինչ ասում, հետաքրքիր բան ասում, չէ՞։ Այսպես թող 300,000 ադրբեջանցի չբերեմ, ստե։ Այդ թալանել, մալանել ոչինչ, ախպեր, թող թալանեն։ Հոպար ջան, այդ թալանել, մալանելու հետ որ օքեյ է եղել։ Դրա պատճառով է նախ եւ առաջ որ Արցախին Արցախում չի։ Դրա պատճառով է նախ եւ առաջ որ մի ամբողջ սերունդ պատերազմի մասնակից դարձավ ու իր կյանքի գնով շատերը, փառք բոլոր մեր հերոսներին, շատերը մինչև այսօր հոգեկան տրավմաներով, չնայած որ նրան որ ում անվտանգությունը հսկում է որդիդ, նրա տղան չի ուզում ծառայի ոչ մի ձև։ Եվ բացի այդ 300, հա, օքեյ է էլի տալիս, որ վաղը միսօր թալանը օքեյ ենք մենք, ախպեր, ոչինչ թալանեք, բայց 300,000 ադրբեջանցի չբերենք։ Այս 300,000 ադրբեջանցիների մասով 1000 անգամ ասել ենք, 1001-րդ անգամն էլ ասենք։ Կներեք էլի, ոնց եք պատկերացնում 300,000 ադրբեջանցի մարդ, ադրբեջանից, ոնց է վեր կենում, պարտադրանքով, ծեծվելով, սրտի ցանկությամբ, կարոտից ելնելով, թշնամանքից ելնելով, ինչից ելնելով, գալիս է Հայաստան ապրելու։ Կամ բերվում է Հայաստան ապրեցնելու։ Եվ որ բերվում է, ինչ անձնագրով են ապրում, ինչա դրվում անունները, ինչի հիման վրա են հետո ինչ քաղաքացիություն ստանում։ Ասենք ոնց եք դուք այս ամեն ախր այս սուտա անց ուղեղներդ մցրել, որ այս տարական հարցեր, ասենք դու հայ մարդ։ Լավ, Բաքվից եկած հայերը, ովքեր որ Բաքվի փախստական են հանդիսանում, նրանց կարող ենք պարտադրել, որպեսզի նրանք, ասենք Ալիևը կամ Նիկոլը պարտադրեն, որպեսզի նրանք վեր կենան գնան Բաքու ապրելու։ Ու տասնյակ հազարներով։ Ոնց եք դուք դա պատկերացնում։ Նրանք էլ են չեն մարդ, նրանք էլ ընդեղ են շամպես վախում։ Ժողովուրդ են, մարդ են, բան չեն։ Իշխանությունները չեն, չգիտեմ ինչ գործակների մեջ մարդ են, ժողովուրդ են։ Ոնց եք դուք պատկերացնում դա։ Ես այստեղ թուրքերը եկել են, հողեր են առնում, բան։ Տեսա դուք տեսեք, այսպես հողերը առնելու են, ես ուրեմն ձեզ ասեմ։ Որևիցե օտարերկրացի Հայաստանի Հանրապետությունում հող չի կարող առնել։ Շատ լուրջ ընթացակարգեր անցնելուց հետո կարող է վարձակալ։ Էդ ես ինչ ռազմավարական, չգիտեմ ինչ բաներից ելնելով հատուկ օրենքների համապատասխանությամբ եւ այլն։ Բայց չի կարող հող առնել։ Սեփական հող չի կարող ունենալ։ Այ ձեր իրավա անգրագիտությունը օգտագործում են ձեր դեմ, ձեր մասին շատ մտածողները պատկերացնում են։ Կամ
մի քանի բան տենց հավաքել էի ժողովուրդ ջան, չգիտեմ մի եթերով կհասցնեմ թե չէ։ Ասում են բան։ Ադրբեջանցիներ էին եկել։ Ասում տեսել եք այս նշանը, որ անում են, նկարել էին քաղաքացիներ, ովքեր ռոք երաժշտության տակ սենց են անում։ Դա ռոք երաժշտության տակ սա այդ սիմվոլը շատ օգտագործվում։ Սա ռոք բանը գորժ գայլերի սիմվոլը չի, այ 100 տարվա ձեր թշնամիներն են, դուք չգիտեք որն է իրանց սիմվոլը։ Ու սա Static News, Static Սերյանյան, կոնկրետ դու ներկայացնում ես որպես գորժ գայլերի սիմվոլ։ Հետո մյուս կողմից խոսում եք թշնամին, թուրքը, բան, արա գորժ գայլերի սիմվոլը չգիտեք։ Իմիջայլոց մեր ընկերներից մեկը, ես օրինակ դա չգիտեի։ Ինձ ասաց, դե սա գիտեմ, որ այն լավ մուզիկաների տակ այս ժեստը կա, ռոքերների։ Բայց ես չգիտեի այս մի մանրամասնությունը, իմ հետևորդներից մեկը դրա մասին ասաց, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Որը որ ձեզ հիմի ասեմ իմացեք Ժորժը, բարձվում է, սա նշանակում է։ Բանից ասում այս ժեստը բաց բթամատով, այս սրամը, գալիս է ամերիկյան ժեստերի լեզվից, American Sign Language, և նշանակում է, ես քեզ սիրում եմ, ու գիտես խի ատենց նշանակում, ուրեմն, մատերներ կա հեսա, ուրեմն սա լատինատար այտարնա, սա լտարնա, էլը, և սա, չէ, կներեք, սա, իպեր Y-նա, այսքան I-L-Y, I love you, պատկերացիք, ես սա չգիտե, սա, ասում է գորժ գայլերի ժեսնա, գորժ գայլերինը սա է, սա, հասկացանք, այս սա է գորժ գայլերինը, բայց, քանի որ ես կարծում եմ, որ ուժակ Հայաստան կուսակցության, Հայաստան դաշինքի, չգիտեմ, Թաթոյան Մաթոյանների, ինչի թևեր, ես իմ խարխի թևեր, ես շատ գիտեմ ինչի թևեր, և մյուսների, բոլոր ռուսամետ ուժերի, ում շատ սիրում է լուսաբանել Սաթիկ Սերյանյանը և իրենց լրատվական կայքերը, կդրսևորեն յուրատեսակ բան, սկզբունքայնություն։ Ուրեմն, ու գորժ գայլերին կտան իրենց գնահատականը։ Սա այս մարդը հանդիսանում է գորժ գայլերի կարկառուն ներկայացուցիչներից ղեկավար պաշտոնի։ Այս մարդը, ով, չգիտես ինչպես, տարիներ առաջ հայտնվել էր Հանրապետության հրապարակում, այն գլխարկովնա, այսի։ Այս իրա մյուս թուրք ներկայացուցիչ է, գորժ գայլերի տեսեք նշանը, սենց է։ Իմիջայլոց այս նկարը հետո տարածեցին պատերազմից հետո, իբր տեսեք գորժ գայլերը Երևանի կենտրոնում են, բայց մոռացել էին, որ այն հետևի կռավն ուրիշ բան է հուշում։ Ով ունի շատ հետաքրքիր նկար, այս մարդու հետ։ Հասկացաք, այս մարդը, այս մարդը, նույն ինքը այս մարդը, ունի նույն ինքը այս մարդու հետ նկար։ Իմիջայլոց, այս մարդը, այս մարդը, ով այս մարդու հետ ունի նկար, ժպիտով ինչպես տեսնում եք, ոնց որ թե հարաբերությունները բարեդրացիական են։ Սատարում եք ձեզ, բացահայտ, առանց մի բան թաքցնելու։ Նրա եղբայրը, առհասարակ ես վերջերս քաղաքական հայտարարություն էր անում։ Ասում էր, ով ԿՊ-ին ընտրի, բանը, եկեղեցուց, ես իմ ապուշ հայտարարություններ էր անում, իբր հերձված էր դարձնում, ինչ էր անում, սենց բաներ էր խոսում, կագեբեշտիկ կարոն։ Ու ասում էր, որ ձեզ պիտի ընտրեն։ Հիմի դուք, մի կողմից ասում եք, որ գորժ գայլը վատ բան է, ինչ հետ ես համաձայն եմ։ Որպես է, ես չեմ կարող դրա հետ համաձայն չլինել։ Մյուս կողմից, ձեր բավականին ազդեցիք, այ միջալոց այդ մարդուն դուք եկեղեցի եք ասում։ Այն որ Փաշինյանը այդ մարդու անունը հենց տալիս է, դուք ասում եք հարձակվեց մեր եկեղեցու վրա։ Այս մարդը, որ գորժ գայլերի ղեկավար անձնակազմից մեկի հետ նկարված է, այս մարդը, դուք իրան համարում եք ձեր եկեղեցին։ Հասկանում եք։ Հիմի ո՞նց անենք, ո՞նց ձեզ ըմբռնենք։ Չէ, ես ձեզ հասկանում եմ, պրոստը քաղաքացիներին ինչ ասենք, որ հանկարծ չվիրավորվի ձեր նուրբ և օսլայած հոգին։ Ինչ ասենք։
Որն է լավ, որը վատ։ Դուք անգամ չեք կարողանում ձեր խոսքերն ու պատկերացումները կառավարել։ Ինչ եք ուզում մեզնից։ Նիկոլ Փաշինյանը այս անձի հետ, այս անձին ասում ասած չի կարող լինել կաթողիկոս։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը մեր եկեղեցու դեմ է դուրս եկել։ Ասում եք Գորժ Գայլը բանա Նիկոլի օրոք նրանք եկել են ռոքերի ձեռով Գորժ Գայլը։ Ասում եք օքեյ։ Ձեր եկեղեցի հանդիսացող ոմնը անունը չտան քֆուլ կանեմ լուր եմ ասում։ Նկարում է Գորժ Գայլերի հետ։ Ոնց է։ Ինչի վրա որ ես չեմ զարմանում։ Մի քիչ էլ եմ առաջարկում առաջ գնանք։ Չնայած շատ առաջ գնալու բաներ կա, ժողովուրդ ջան, հավատացեք, վերջը չի երևում, բայց եթերը չենք կարող սահմանափակել։ Տեսեք։ Շնորհակալություն Տիկին Հասմիկին Հակոբյան, որովհետև ես Քոչարյանի ես մի ելույթ եմ չէի դիտել։ Ես առաջարկում եմ դիտենք Տիկին Հակոբյանին, այսպես ասած դրա բացահայտում եմ։ Նայեք ու գնահատական տանք, էլի։ Որովհետև չեմ ուզում միայն Քոչարյանի ասածը դնեմ, հատկապես նրա համար, որ ես նյութը Տիկին Հակոբյանից եմ վերցրել։ Հա, խնդրեմ։ Որովհետև մարդկանց տասնամյակներով աշխատած եւ այս տարիքում արդեն արժանապատիվ թոշակը համարում եք թուլափայ։ Երևի այդ էր պատճառը, որ ձեր նախագահության տարիներին ամիսներով թոշակառուներին թոշակ չեք տալիս։ Համարում եք, որ առանց այդ թուլափայի մի կերպ կդիմանան։ Իհարկե որոշները չդիմացան, որոշները սովից, որոշները ցրտից մահացան ձեր նախագահության տարիներին։ Այդ դրա համար եք համարում, որ թուլափայ է պետության կողմից տրված թոշակը։ Լսեցիք նախաբանը։ Նայում եմ ասում եմ մի րոպե, այս Տիկին Հակոբյանս ինչի վրա է ջղայնացել։ Ո՞վ է թուլափայ ասել։ Ոնց։ Որ թուլափայ է պետության կողմից Ինչ տրված ենք տեսնում։ Ավելի մեծ ավելացում է լինել։ Ոչ թե նախընտրական որպես ինչ որ մի կոմպետացած թուլափայ ինչ որ մի բան տվեցին մարդկանց խփելու համար, բայց մեր ծրագրային կետը ուղղակի կարող է կարդալ։ Ինչու եք հայտնվել։ Քոչարյանին ընտրողներ։ Ձեր ծնողներին կամ տատիկ պապիկներին ասեք, չօգտվել այդ թուլափայից։ Ես հարգում եմ ձեր առհասարակ մեր ավագ սերնդին, ովքեր որ այսօր կենսաթոշակ են ստանում այդ տարիքին է։ Ես սրան գնահատական հեսա կտամ, բայց քանի որ դուք ձեզանից ոմանք պատրաստում են ընտրել ու այս խելքին են, ուրեմն ձեր ծնողներին ասեք, չդառնան թուլա եւ չօգտվեն այդ թուլափայից։ Այս ձևակերպման հետ դուք հաշտեք։ Գիտեք, խնդիրը որտեղ է։ Որ ես օրինակ այդ կաշկանդվածությունը չունեմ։ Ես որքան էլ որ քաղաքական առումով իմ պետության շահերից ելնելով կարծում եմ, որ այսօր պիտի սատարեմ օրինակ Նիկոլ Փաշինյանին եւ այո, նաեւ Արամ Սարգսյանին, ես ու իմ պետությանը դա է պետք։ Ես դա անում եմ։ Բայց որոշ դեպքերում նրանց այս կամ այն ձևակերպման հետ համաձայն չեմ լինում, չնայած նրանք երբեք ժողովրդին վիրավորած չկան ի տարբերություն ձեր առաջնորդների ու ձեր թիմերի։ Ամեն դեպքում իմ համաձայնությունը չունեմ կաշկանդվածություն հրապարակայնացնելու, ասեմ ավելին։ Ես այն մարդն եմ եղել, ով եղել է օրինակ ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ հավաք կազմակերպել ազգային ժողովի դեմը պահանջով։ Այդ աստիճան ես օբյեկտիվ եմ եղել ու միշտ ասել եմ ժողովուրդ ջան, ես ժողովրդավարական ուժեր եմ ընտրում, որպես հետո պահանջեմ։ Իսկ այ դուք վախենում եք մշտապես։ Վախենում եք։ Դուք վախենում եք բան խոսեք ու պահանջեք։ Հենց մի մարդը ասում է, որ թոշակառուների, լավ ձեր ծնողներին էլ անգամ արանքից անենք, հա, ասենք թե տենց բան։ Բայց առհասարակ ասում է, որ այդ 10,000 դրամ ավելացումը դա թուլափայ է։ Իհարկե, միլիարդատիրոջ համար 10,000 դրամը թուլափայ է։ Բայց եթե հաշվի առնենք, որ այդ 10,000 դրամը բաժանվում է մոտ 650,000 քաղաքացիների, որը ձևավորվել է մոտավորապես 650,000, 700,000 հարկատուների բարեխիղճ հարկատուների շնորհիվ, եւ կարող էր լինել ավելին, եթե Քոչարյան Ռոբերտը սպիտակ ցեղասպանություն իրականացրած չլներ Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էթնիկ զտման ենթարկած չլիներ։ Կարող էր լինել ավելին։ Բայց այդքան եմ կարողանում։ Ես աշխատում եմ, հարկ եմ վճարում, այդ հարկից գնում են
Իմ բանակն է զինվում, այդ հարկից իմ ճանապարհներն են կառուցվում, այդ հարկից իմ դպրոցն ու մանկապարտեզներն են կառուցվում, այդ հարկից իմ պատմամշակութային կոթողներն են կառուցվում, այդ հարկից այո, պարգևավճարներ են վճարվում, որը հավելավճարն է, պարգևավճարը նվերը չի, ժողովուրդ չէ, դա աշխատանքի հավելյալ աշխատանքի համար արված հավելավճար է ստանում։ Այդ գումարից ասֆալտ փռողը գողանում է որակի հաշվին, ես բարկանում եմ, վերահսկողություն եմ պահանջում, չեմ բարկանում, չեմ պահանջում, այդ հարկից ձևավորվում է թոշակները, այդ հարկից, այդ իմ մուծած հարկից, հարկը, եթե ամսական օրինակ անգամ 1000 դրամ է, դա ամեն տեղ արտացոլվում է, հասկանում եք։ Ես այդքան եմ կարողանում տալ։ Ու մոտավորապես նույն թվով քաղաքացիներ, այս ամեն ինչից զատ, առաջին անգամ հասել ենք բարեխիղճ կառավարման արդյունքում նրան, որ մեր միջին թոշակառուն, չեմ ասում նվազը, միջին թոշակառուի զամբյուղը սպառողական եկել հավասարվել է նորմին։ Առաջին անգամ հասել ենք դրան։ Ու դու այս ամեն ինչը համարում ես թուլափայ։ Եթե սա թուլափայն է, կարելի է իմանալ 2600 դրամը։ Տեսեք, հիմա նախ հիշեցնեմ, 17 թվականից եռապատկվել է թոշակը։ 16000-ից եկել է 40 քանի հազար։ Ես դեռ առողջության ապահովագրությունը բանը դնում եմ մի կողմ, որը նույնպես վճարվում է իմ հարկերից։ Եվ այստեղ մեր հանրային համերաշխությունը որ պիտի կայանա, ոչ թե քաղաքական գործիչները պիտի բերեն։ Մենք իրար պիտի հարգենք ու համերաշխ լինենք իրար հետ, որովհետև մեկս մյուսիցս կախվածություն ունենք։ Հասկանում եք։ Հիմա եռապատկվել է։ Ձեր ժամանակ, քո ժամանակ 2600 դրամ է եղել, տոր 2800 դրամ։ Այնպես չի որ հացը այդ ժամանակ 10 դրամ էր, էլի։ Այնպես չի որ շատ հանգացել ամբար։ Ճիշտ հակառակ, այդ ժամանակները դոլարի կուրսը անգամ 520 դրամ էր, 540 դրամ էր, եթե չեմ սխալվում։ Բայց եթե մոտավորապես 45000 դրամը քո համար թուլափայ է, արա բա 2500-ին ինչ կասես։ Դա ինչ հապայ է եղել, էլ որտեղ կարաս վիրավորես ժողովրդին։ Որ ասում ենք դուք այս ժողովրդի հետ գենետիկ կապ չունեք, ինչի մասին ենք ասում։ Դուք ատում եք այս ժողովրդին, գիտեք, ճիշտ է ատելությունը փոխադարձ է, բայց դա ամենևին ատելության մթնոլորտի մասին չի։ Քոչարյանին ես հուշեմ, որ դու Քոչարյան Ռոբերտ, ոչ էլ Սարգսյան Սերժը, դուք երբեք չեք ընտրվել ժողովրդի կողմից։ Դուք պիտի գնա, հատկապես դուք, գիտես դուք եք նստում վերկենում առավոտից եկուն Նիկոլ Նիկոլյանում, ճիշտ է։ Պիտի գնաք ոտերը լվակ ջուրը խմեք։ Արա որ կյանքներիդ մեջ առաջին անգամ ընտրվել եք, թեկուզ որպես ընդդիմադիր։ Բայց լեգիտիմ։ Հասկանում եք։ Ստեղծել է պայմաններ, որպեսզի դուք առաջին անգամ լեգիտիմ ընտրված համարեք ձեզ, թեկուզ որպես ընդդիմադիր կրկնում եմ։ Դուք ինչ եք վզներիդ վերցրել, ինչից եք խոսում, ժողովրդի անունից խոսում, ժողովրդին ինչ ասես ասում եք, թուլափայը որը սարա։ Այն $200 միլիոն, որը հենց իմի պահանջում է քեզնից, ուլի պես խելոք բերդիր տեղը, թուլափայ չլինի։ Բնական է, որ մարդուն կարողությունը հաշվես, օրը 24 ժամ մի շաբաթ պաշկով դոլարը կծես պեջի մեջ չի պրծնի, իր համար 10000 դրամը բնական է, որ թուլափայ է։ Ու հիմա հեսա կգանք ասեն ժողովուրդ մեզ որ ընտրեք, բավարշեմ 200,000 կդարձնենք ձեր թոշակը։ Այդտեղ կլինի թուլափայ խոստումը։ Հասկացա։ Հիմա տեսա, ոսկոջա դու ես չէ, ոնց որ գրել են տղի մոմենտով։ Այսօր մոտիկացել էր երկար բարակ բաներ պատմում Արսեն Թորոսյանին։ Դրանից հետո էլ Ալեն Սիմոնյանին մոտեցավ։ Դիտենք, բայց համառոտ դիտենք, էլի կոնտեստից կտրելու համար չեմ ասում, հղումը կասեմ գնացեք նայեք, որ միտքը չեմ փոփոխում, պարզապես ժամանակը խնայելու համար համառոտ դնեմ, որ միտքը հասկանաք ինչի մասին է։ Ուրեմն Աշխովս ընկավ մի հատ տղա, մոտեցել է Ալեն Սիմոնյանին, ասի տեսնեմ ինչ չեն խոսում, հետաքրքիր է, TikTok-ում իմիջիալոց, իշխանություն լրատվական, ոնց փողկապա վրան նկարած։ Կարող եք դնել, նայել էս կրած։ Մոտեցել է, մի 5 րոպե նախաբան է պատմում, էլի, ասենք ազգային ժողովի նախագահն է։ Ես որ ընդամենը մի հատ հեծեի նախագահ, այդքան ժամանակ չեմ ունենում տանում երկրակացություն։ Պետրոջան, պիտի բայց սկզբից նայեցես դա եթե դարի։
Հեսա նայ, դրա գողը հացա տալիս։ Ինք 6 ամիս առաջ Արսեն Թորոսյանը չի ուզում հանրային դառնա, որովհետև 5 ամիս Արսեն Թորոսյանն այսպես բարի վայրում է ուզում տեսնի։ Հայտարարեց ազգային ժողովի ամբիոնից, որ հասելով մեզ կամ ԿՊ-ականներից որևէ մեկի կամ այլ մարդի նկատունի մարդուն, որ ասենք վատ բան արի, նա կարող ասել դու։ Իսկ մենք պապենական եկած որ հասելը մեկի նկատունի շատ վատ արտահայտություն։ Մարդը ազգային ժողովի ամբիոնից դեպուտատը ասում որ ասելով հայհոյանքի նկատունի, դա լավի բերանն է, որ բերանն է, ընտանիքի բերանն է։ Հազար անգամ ներողություն ուղղին արմատայից հարցնում, ես այս պատասխանը տալիս եմ, բայց այս պատասխանը ազգային ժողովի դեպուտատ ԿՊ-ական Արսեն Թորոսյանը այո, հենց հիմա ինքը նախարար է, ու հենց հայհոյանքից եկորյա, որ ինքը ամբողջ ազգին ասելա թուրք ասելով, որ հայհոյանքի նկատունի, դա լավի բերանը, որ բերանն ու ընտանիքի բերանը, այդ արտահայտությունից հետո ինքը դարել է նախարար։ Հիմա ես եկել եմ ասել, որ Արսեն Թորոսյանը փախավ ճանճը։ Ախրանիկները տարա։ Ուրեմն ես հենց եկել եմ իրան հարցնեմ իրան ասեմ, որ ես եմ որպես քաղաքացի դրանից հետո ինչ կլինի, դե կկարանավորվեմ, թե ինչ։ Ես իմ պատիժը հատկացնեմ արդեն, որ ես այո, թուրք ասելով քթուրի նկատունը։ Ու շատ վատ քթուրի նկատունը։ Ու ոչ մենակի ես։ Ու իրա ԿՊ-ական շատ քաղաքացիներ, որ ասեք թե քոչարյանականներից որևէ մեկին տեսնում են, ասում են թուրք ասելով իրանք նկատի չունեն անուշ ախպեր։ Իրանք նկատում են ես ու մերը, ես ու հերը։ Եթե մարդ թուրք ասելով բատմանի նկատունի, դաժե իրա ԿՊ-ականը, ինքը իրավունք չունի իրա ԿՊ-ականին նաև հայհոյի։ Ինքը դաժե հայհոյում է իրա ԿՊ-ականին։ Ես եկել եմ որպես տասիկով քաղաքացի, ասեմ եղբայր։ Դու իմ ընտանիքին քֆուր տվեցի, իմ պապս բանից փախած է։ Մենք 100 տարի թուրքին, այո, Միտքը հասկացաք, չէ՞ ժողովուրդ ջան։ Դրանից հետո աշկովս ընկնում է այս մեր անուշ ախպերը, ես էլ Արմատ մեդիայի հղումն է, կարող եք նայել Արմատ մեդիա։ Ուրեմն ստեղ է Արսեն Թորոսյան հանդիպում է, ասեմրացմա փախավ 2 րոպե 35 վայրկյան է տեսանյութը գնում։ Կանգնած ուզում է այս ասելիքը ասի, որը որ 2.5 րոպե մենակ հələ չի սկսել։ Խոսում է նախաբան է խոսում։ Հետո գալին գնում այն մարտելած մարդը, ոչմ ենք ելան, դեռ բռնում քաշում են էսը։ Հիմա Անգերես, դու սխալ գիտես։ Ես հիշում եմ այդ ելույթը։ Կարող է քեզ կոնտեքստից կտրած բան են ցույց տվել։ Գիտես ինչ տիպի կոնտեքստից կտրած։ Ասենք օրինակ, որ կտրում էին կոնտեքստից իբր Նիկոլ Փաշինյանը, տեսեք, ասում են Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը, եթե ամբողջը լսում ես, լավ ուրիշ բան է ասում։ Այո, այդ բառակապակցությունը օգտագործում է, բայց ուրիշ կոնտեքստում, ուրիշ ասելիքի շրջանակներում։ Առանձին հանել են։ Հիմի Կամ նույն ձևի որ ասում են Նիկոլ Փաշինյանը ասում է եկեղեցիները չուլան են կոնտեքստից կտրած եկեղեցիներին ասես չուլան բայց երբ որ դու նայում ես կառավարությանից ինչ է ասում ճիշտ հակառակ շատ ուժեղ լավ բան ու ճիշտ բան է ասում ու այդ չի ասում այսպեսի հազարավոր բան թեկուզ իմ վիդեոներից կտրտում են ոնց ուզում սարքում են դու երևի հերթական այդ բանն ես նայել դու լսի ամբողջ ելույթը ու ինչից է սկսվել Այնտեղ դուրս եկան ընդդիմադիրները սկսեցին ուղիղ վիրավորել թուրք բառով, թուրք ասելով։ Պաշտոնյան, պետական պաշտոնյան։ Այդ ես ու դու իրար մեջ կարող է շատ բաներ իրար վիրավորելու համար ասեն, բայց պետական պաշտոնյան, հանրայինի եթերով հեռարձակող ազգային ժողովի նիստին իրավունք չունի ազգային խտրականական, չգիտեմ ինչ տերմինոլոգիաներով հանդես գա, որովհետև դա կարա մեր պետությանը վնաս տա։ Իմ ու քո անկախ դրան ամեն ինչից։ Իհարկե դա вообще տանձներին չի մեր ընդդիմադիրների ու երբեք էլ իրանց տանձին չի եղել պետությունը։ Սրանք սկսեցին էլի շարարկել Նիկոլ Փաշինյանի այն խոսույթը, որ ստիպված եղավ որպես պաշտոնյա ասել, որ չենք չի վիրավորվում այդ բառից։ Եթե դա վիրավորելու համար։ Դե դուք եք չեք վիրավորվում, ուրեմն թուրք բան, ասես բաներ ու կոպիտ ձևերով։ Ունդեղ մի քիչ բան կանգնեց արդեն լարվածություն ու Արսեն Թորոսյան ասեց հետևյալը Այդտեղ գտնվողներին, քեզ չի ապը, դու հանգիստ եղի, դժվար թե, հենա հելել էր դեմը, 2.5 րոպե ուզում էիր սկսեիր ասելիքը չսկսեցիր, կմկմալով խոսած, հետո էլ կանգնել ես այն մյուս կամերային ասում ես, ուզում էի ասեի փախալ բանսыз բաներ։ Նյութերը կա, էլ Արմատ մեդիա հաղումն էլ ասում եմ, մտեք նայ։ Նա ասաց, որ այս որ ասում են մեզ վիրավորելու համար են սա ասում, այդ նկատի ունեին, դե որ այդ նկատի ունեին, ով որ այտենց ասում, վիրավորելու համար է մեզ ասում այդ բանը, այդ դրանցից Նրա էսել էնել։ Հիմա դու ինչ ես վերցրել հելել ընկել փողոցները թեպասած բանած։ Նախ եւ առաջ, դա այո շատ վատ վիրավորական բառ է ու մեկը ինձ ով հանգած ասում է, մեկը գրում է թուրք ես հերմեր խառնում եմ իրար։ Մեկը տենում եմ զարմացող, ես քո
Ընտանիքին բան չասեցի, դասի թուրք արա, իմ ծագումն է բանությունը դնում ես, դու հասկանում ես իմ համար ինչ բնորոշում է։ Խառնում եմ իրար, բա ինչ եմ անում։ Բախի պիտի չխառնեմ։ Չնայած մյուս կողմից ունեմ ամենատարբեր մտորումներ, որոնց մասին մշտապես սկսվել եմ բարձրաձայն, առանց ամաչելու, որ կամ քաշվելու, որ վայ կարող է իմ բարձրաձայնած մտորումները, որը որ մտորումը նենց բան, այդ վերջնական ճիշտ սենց բան չի, քո պատկերացումով, քո տեսակետ չի, որ սենց ներկայացնում, բարձրաձայն մտորումներ են դրանք, որոնք որ կարող են հազար ուղղությամբ գնալ ու քաղաքացիներից շփվում ենք լայվ ռեժիմով, զրուցում ենք, թեմա առաջարկում ենք, քննարկում ենք։ Ու հեսա դրանցից մեկը քեզ օրինակ կբերեմ, եթե դիտես եթերը եղբայր։ Վատ բան է դա։ Ու եթե կուզես իմանաս, արի ես քեզ մի ինֆորմացիա ավել տամ, հա։ Իրար թուրք ասելով վիրավորանք նկատի ունենալը հետ նոր բան չի։ Ճիշտ հակառակ։ Դա դրա ծագումնաբանությունը Օսմանյան է։ Այո, մի զարմացի։ Օսմանյան կայսրությունը բաղկացած էր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ազգերից։ Այդտեղ ստացվում էր մոտավորապես մեր արևմտյան Հայաստանի արևելյան հատվածից, այստեղից չէ, սա թուրքականը չի եղել, Օսմանյանը չի եղել։ Արևմտյան Հայաստանի արևելյան սահմանից եւ ձգվում մինչեւ Ալժիր։ Ալժիրը Եգիպտոսի N+-ն։ Աֆրիկայի Եգիպտոսով ասում ես N+-ն։ Դա Օսմանյան կայսրությունն էր։ Իր ժամանակի ամենահզոր կայսրություններից մեկը կամ ամենահզոր կայսրությունը, որի մեջ եղել ենք նաեւ մենք։ Եվ այդ կայսրության մեջ թուրքերը հենց բուն թուրքերը համարվել են ամենահետ ամնած կեղտոտ փնթի տգետ ցերը։ Հասկանում ես։ Դրա համար այդ կայսրության մեջ, երբ որ վերնախավում հատկապես, եթե մեկը մյուսին ուզում էր վիրավորել, ասում էր թուրք, որ դու թուրք չես կամ այ թուրքի գլուխ անգամ։ Հասկանում ես։ Այնպես որ վիրավորանքի այդ ձևը ցակել է Օսմանյան կայսրությունը։ Հիմա մի փոքր ժամանակակից բանով ասեմ, չնայած դրանք ահագին տարբերություն ունեն, բայց որ պատկերացումը լավ լինի։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը կայսրություն է։ Դες մենք ասում ենք Հայաստանի Հանրապետություն, չէ՞, օրինակ։ Ռուսաստանը Դաշնություն է, այսինքն մի քանի, իսկ եթե ավելի կոնկրետ, եթե չեմ սխալվում, 22 թե 24 ինքնավար, որոշակի ինքնավարություն ունեցող երկրների Դաշնություն է, որի ղեկավարները երբեք մաքուր ազգությամբ ռուս չեն եղել։ Մինչև իմի։ Բայց բոլորը կոչվում են ռուսաստանցիներ կամ ռուսներ, անգամ Արա Աբրահամյանը ասում է, որ ինքը ռուս է։ Ես հասկանում եմ, ինքը ուզում ասի, ես ռուսաստանցի եմ, ռուսական բան։ Այսինքն, եթե դու հիմի բացես Ռուսաստանի Դաշնության քարտեզը, վրեն դու կգտնես Ադիգեյան, Կաբարդինա-Բալկարյան, Չեչնյան, Ինգուշեցիան, Սիբիրի մի քանի ինքնավարելի բաներ, բայց չես գտնի Ռուսաստանը։ Ռուսների բուն երկիր, որովհետև դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Որտեղ որ ռուսները հիմնականում են եվրոպական հատվածում են ապրում, Մոսկվայում, Պիցերում այդ կողմերը։ Մնացած տեղերում մաքուր ռուս շատ հազվադեպ կգտնես։ Իմիջայլոց մաքուր ռուսներ մոտավորապես նույն թաթարն է։ Տենց է ստացվելու, եթե լավ խորանաս։ Հասկանում ես։ Կամ Վերջը լավ, շատ սենց ազգային բաներ, որպես վիրավորելու համար չի սա։ Մոլորակի վրա ապրող ցանկացած ազգություն կամ ժողովուրդ ինքը Իրանով ուզի թե չուզի համամարտկային արժեք է Իրանից ներկայացնում։ Ուրիշ բան այդ համամարտկային արժեքը կլինի դրական արժեք թե բացասական արժեք, սա այլ հարց է, բայց համամարտկային արժեք է ներկայացնում։ Եվ ժողովուրդները ազգերը այս իմաստով պիտի Երբ որ գծում են ժողովրդին ծայրահեղականության ու ազգայնականության, ոչ թե ազգային արժեքների մասին, խոսքը ազգայնականության ու ծայրահեղության մեջ, ուրեմն պատրաստվում են այդ երկիրը դարձնել բռնապետական երկիր։ Սա լավ իմացի։ Եթե ուսումնասիրես շատ երկրների պատմություններ, հատկապես գոնե գիտես, որպեսզի շատ չընկնես այս կողմեն կողմ, վերջին 100-120 տարիների երկրների պատմությունները փորձի ուսումնասիրես ու դու կտեսնես այդ ամեն ինչը։ Նույն Հիտլերյան Գերմանիան, Հիտլերյան ազգայնականության հողի վրա դարձավ այդպեսին։ Նույն Հյուսիսային Կորեան, գիտես ինչ, այնտեղ մարդիկ գիտեն, որ իրանք ապրում են ծայրահեղցաներ ու ունեն հնարավորություն ապրելու լավ, չէ։ Իրանք գիտեն, որ իրանք հայրենասեր են ու վերջ իրենք ինչ անում, հայրենիքի համար են անում, դրա համար էլ քանի սերունդա տառապում են։ Իրենք չեն հասկանում, որ իրանք բռնապետության մեջ են։ Ովքեր որ չնչին մի քանի տոկոս դա այլախոհներ ամենտեղ են լինում, ովքեր էլ հասկանում են,
Շատ շուտ կամ վարի են գնում կամ մի կերպ փորձում են փախնել այդ երկրից, որը շատ դժվար է։ Հիմա Ռուսաստանում ինչ որ կատարվում է, այդ նույնի շարունակությունն է։ Այսօր Արսեն Թորոսյանը ժողովրդին հատկապես քեզ եղբայր ոչինչ չի ասել։ Լավ կանես ինքնուրույն վերցնես ու այդ նիստը ծայրից ծայրնայից նիստը, ոչ թե մենակ Արսեն Թորոսյանի խոսքը, որ հավաստաբար կտրած են քեզ ներկայացրել, այլ նիստը, որպեսզի բանն էլ ֆոնն էլ հասկանաս ոնց է գնում, ուր է գնում։ Հասկանում ես։ Ես այսքանով ընկերաբար կամ եղբայրաբար կամ հայրենակցաբար փորձեցի քեզ օգտակար լինել։ Անցնենք առաջ։ Այստեղ մի այսպիսի ընկերել ունենք։ Սա 24 նյուզն է արդեն։ Շորջան, կներեք, չէ, այսօր սենց երկար է գնում ու սենց առանձին անդրադառնում ենք, ես կրկնում եմ պարզապես այս երկու օրը եթեր չարեցի, որովհետև սենց հանգիստ չէի խոսելու, այն ամեն ինչը սենց գլխիս էր տալու ներվայությունից։ Հիմա սենց գնահատականներ ենք տալիս զրուցում։ Նայեք, հիմա մեր ընկերոջը քաղաքացու օրը փողոցում։ Եվ նույն սցենարն է, ուղարկել են իրաց մարդկանց, որ գան այդտեղ, լրագրողը գիտի ու պիտի մոտենա։ Ու մոտենում է ու լրիվ պատահաբար ստանում են այսպիսի մոտեցումներ։ Եկեք մասնակցելու Միանշանակ ոչ ես ոնք ամեն օր ստողով անցնում եմ ու ես միանշանակ դեմ եմ այս միջոցառմանը, Քաղաքացիորն է, մեր քաղաքացիները չնշեն բան։ Տեսեք, ես ճանաչում եմ պետական մի քանի տոն։ Սկսում ենք տարի հունվարի 28-ով դա բանակի օրն է։ Հաջորդ պետական տոնը աշխատավոր կանանց պայքարի օրը մարտի 8-ը։ Հաջորդ պետական տոնը, որը ես ճանաչում եմ, դա մայիսի 1-ն աշխատավոր մարդկանց օրը, հաղթանակի օրը մայիսի 9-ը, առաջին ու երրորդ հանրապետությունների անկախության օրը մայիսի 28 ու սեպտեմբերի 21։ Ոչ մի այլ տոն պետական ես չեմ ճանաչում։ Քաղաքացու օրը դա կեղծ օրակարգ է, օկուպացիաց իշխանությունը, ուզուրպացիաց իշխանությունը անձնավորության կողմից ու իմ անձնական տեսակետով այս ամենը ուղղակի ծաղրում ցանակա անցկացնել ապրիլի 25-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հենց հաջորդ օրը ուղղակի ես չեմ հասկանում այս մարդկանց, ես միակ մի բան կարամ ասեմ, իրենց կրոնը լափն է, իրենց հայրենիքը լափաման է, իրենք մի կտոր լափի համար, մեկ էլ տժվժերի համար պատրաստ են ծախել իրենց սախարժեքները։ Կարծեմ լսեցիք օրինակ տատիկներ, որ ասում է ինչի սրանից ավելի լավ է կարող լինել տեղերին էլ փող չեն տալիս, անվտանգ է։ Անվտանգ են իրենց զգում ինչի գնով։ Միթե Արցախ իրենց համար բեռեր, միթե Արցախը պետք էր օրինակ համանել անվտանգության զգացման հասնելու համար։ Ես ուզում եմ հասկանալ, որ բաղից սկսած հայ ժողովուրդը դարավ սպառողական նյութապաշ ժողովուրդ, մենք սարդարապատ ենք անցել, մենք հայրենական մեծ պատերազմ ենք անցել, մենք արցախյան գոյամարտ ենք անցել, մեր ամբողջ պատմությունը դա պայքար է, որ բաղից սկսած հայրը սկսեցին վախենալ պաշտպանվելուց, որ այսօր էլ վախենում են, չգիտեմ, պատերազմից։ Ես այդ եմ ուզում հասկանալ։ Իսկ դեղերի փողի պահով ինչ կարող եմ ասել։ Սպառողական մտածելակերպ։ Դե Խուրա։ Սկսենք, լավ, եղբայր։ Ասացիր, թե պետական տոներից որոնք ես ընդունում, որոնք չես ընդունում։ Պետական տոներին զուգահեռ կան նաև հիշատակի օրեր, որոնք նույնպես սահմանված են պետականորեն։ Դրանցից է ապրիլի 24-ը, դրանցից է արդեն հունվարի 27-ը։ Գուցե սա նկատի չես ունեցել, տես ես ձերոնցականների նման չեմ սենց հիմա մտնեմ, սենց բաներ անեմ, բզբզան բան չէ, ինձ էդի պետք չի, որտև իմ խնդիրները ձեր արջև դերված խնդիրներից խիստ տարբեր են, քաղաքական չեն, բարոյական։ Տես, թվեցիր մի քանի տոներ, ես կեզ պարզապես հուշեմ հիշեցնեմ, հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրության հռչակման օրն է, սահմանադրության օրն է։ Դու ճիշտ եմ հասկանում, որ չես ընդունում այդ տոնը։ Դու ասացիր այլ պետական տոն չեմ ընդունում։ Դու կարող ասել իմ համար այս տոներն են, լավ, այդ մի հատ ասեի մոռացավ երևի ասի։ Դու շեշտեցիր, որ այլ պետական տոն չես ընդունում։ Դու չես ընդունում մեր սահմանադրության օրը, որը տոն է։ Հաջորդը։ Արի ես քեզ մի խորհուրդ տամ, դու քեզ հայ ես համարում։ Իսկ ես ոչ թե համարում եմ, այլ ես կամ հայ։ Մենք մեր ճիշտ է, մենք հիմա քրիստոնյաներ ենք, բայց եղել են տարբեր ժամանակներ մեր որպես ժողովուրդ էվոլյուցիոն փուլերում եւ մեր մշակույթի անբաժանելի մասն է մեր դիսաբանությունը, որտեղ որ մենք ունեցել ենք հյուրընկալության Աստված, Վանատուրը։ Իմիջայլոց իմ անունը, որ ձեզանից շատերը փորձում են ծաղրելով ներկայացնել, դա նույնպես անգրագիտության արդյունք է,
որովհետև գնելը դա վանատուր դիցաբանական էլի կերպարա, վանատուր Աստծո գինու պատասխանատուն էր եւ նրա անունը Գինի ալ, որը հետագայում դարձել է գնել։ Սա որպեսի փոքրիկ ինֆորմացիա, որպեսի իմանաք ու ձեր գիտությունը ժամանակ առ ժամանակ իցույց չդնեք։ Ձեր ինքնության անճանաչությունը։ Հիմա մենք հյուրընկալ ժողովուրդ ենք, որովհետև մենք ունեցել ենք այդ ավանդույթները մի ամբողջ աստվածություն։ Աստվածային տուն է եղել դա։ Լիցաբանություն։ Մենք այն ժողովուրդն ենք, որտեղ որ երբ որ հացը ընկնում է գետնին, մենք պաչում դնում ենք սեղանին։ Մենք այն ժողովուրդն ենք, որ չնայած դա էլ է ապականվում ահագին տեղեր, բայց դեռևս հիմնականում պահպանվում է, որ երբ որ մեկը մյուսի հանդեպ չարացած է լինում, չի գնում հաշվի հարդար տեսնելու, ասում է ես չեմ անի դա, որովհետև վերջի վերջ, ինքը վատ մարդ է, բայց ես իր այդ հաց եմ կիսել։ Չեմ անի դա։ Այսինքն մեզ համար հացը մշտապես սրբություն է եղել։ Այո, գնել էլի կերպարներ ունեցել ենք, գնել իշխանը թերևս ամենահայտնի դեմքերից է, բայց գնել իշխանի գնել անունը դիցաբանական է, Գազարյան ջան։ Փառանձեմ տիկնոջ հետ հանդերձ, ով հետո պիտի արքային արքայի հետ գնալ ամուսնան։ Դες հացը մեզ մոտ սրբություն է եղել մշտապես։ Դժվար է գտնել աշխարհում մի ազգ, որ այդպեսին է։ Մենք հացը չենք թափում, մենք հացը կուտակում ենք։ Հարևաններից որևիցե մեկը գյուղում եթե ունենում է հարազատ, մեզ հուշից ամեն շենքում այդպեսի մեկը վստահաբար կա, մեզ հուշում է, որպեսզի մենք այդ ավելացածը, օրինակ, ասում է, դրեք մեր գարաժի մուտքի մոտ։ Մենք կգնում ենք, տոպրակով դնում ենք այդտեղ։ Մյուս ասում է, կախեք իմ դռնից ես կվերցնեմ արդյոք։ Այդ հավաքում է տանում է գյուղ մեշոկներով, հավերին են տալիս բան, այսինքն երկրորդ անգամ օգտագործվում է, կարելի է այսպես ասել, բայց թափել է չէ։ Մի խոսքով, հասկացար հացի կարևորությունը։ Անգամ մեր էպոսի մեջ է բնութագրվում, թե մենք որքան ենք հարգում սեղանը, առհասարակ այդ process-ը, հյուրընկալության օրենքներն ու կարգուկանոնը։ Ես սրա մասին մի քանի անգամ ասել եմ։ Երբ Սասունցի Դավիթը մտնում էր Մսրամելիքի վրանը, որտեղ որ, գնացել էր կռվելու, չէ՞, Մսրամելիքի հետ։ Գնացել է կռվելու, այս Մսրամելիքը ասում է, էլի կկռվենք, բայց արի մի կտոր հաց ուտենք նոր։ Սասունցի Դավիթը եկել է կռվելու։ Օրինակ, եթե դու գնաս մեկի հետ կռվելու, դու գիտես, որ դու կռվելան խուսափելի է գնացել ես, կոնկրետ թրով, ձեռնամարտի չէ, կոնկրետ գնացել ես կռվելու։ Պատերազմ։ Դու կնստես հետ հաց ուտես, որից հետո պիտի կռվեք։ Դժվար է։ Սասունցի Դավիթը հենց դրանով է լրջագույն կերպար, ով աստվածային ոչ մի կանոն չի խախտել, ու դրա համար իրան ծուռ էին ասում, որովհետև ամենադուզը ինքն էր։ Միշտ իմացեք այդ տենց։ Ու երբ որ Մսրը ասում է մի կտոր հաց ուտենք նոր, եկել ես, պիտի նա հասկանում է, որ պիտի ինքը, որպեսզի ամեն ինչ ազնիվ լինի, ինքը չպիտի խախտի հյուրընկալության կանոնները ու պիտի նստի հետը սեղան։ Պիտի ընդունի դա, որովհետև ինքը նույնպես հյուրընկալության ներկայացուցիչ է։ Ինչը գիտեք ինչպես ավարտվում արդեն հորա լինում տական, նստում է թախտի հետ ընկնում է հոր են, հետո վրան փակում են մի խոսքով։ Այսինքն նա խախտում է հյուրընկալության կանոնները, որտեղ ինքը Մսրն է։ Սա անգամ գնացած այդ բանը միևնույն է ընդունել ու ինքը ճիշտ է մնացել։ Մնացածը արդեն գիտեք։ Այս ամբողջ նախաբանը ինչի համար է ասում ընկեր։ Երբեք ուտելիքին, որը նախատեսված է մարդու համար, լապ մի անվան։ Լապ մի ասա։ Որովհետև հնարավոր է մի օր սոված լինես։ Որովհետև այն ինչին, որ դու լապ ես համարում, շատերի տարալինի սրբություն։ Այն ինչին, որ դու լապ ես համարում, շատերը գումար են տալիս գնում են, որպեսզի սնվեն։ Ցանկացած մարդու օրգանիզմը սննդի կարող։ Կուշտ մարդը դժվար թե սիրտը քաշի։ Այո, շատերը եկել են կիսակախված տեղ են հաց ուտեն։ Մի արա։ Ու փորձի քո միջավայրում տեսածը, որ լափի համար հնարավոր է շատերը շատ բան անեն, չփաթաթես քաղաքացիների պարանոցը։ Չէ, Ղազարյան ջան, Եվգենյան լրիվ ուրիշ բան ես դու ասում։ Գինի ալ նա եղել է ոչ թե գինեգործության, այլ գինու պատասխանատուն։
առանց իրա մի կաթիլ գինի այս կողմեն կողմ չի գնացել, ասենց ասել։ Հասկանում ես ապեր։ Սա իմացի։ Չես ուզում տոնես, առավել ևս այդ ձևով։ Կարող ես քո մեկնաբանությունը ասել։ Այո, ես ինքս ունեմ որոշ դիտարկումներ տոնելու ու տոնելու ձևի հետ եւ օրվա հետ կապված ունեմ դիտարկումներ։ Բայց քանի որ դուք դա անում եք ու անում եք բավականին տգետ ձևի, իսկ ես չեմ ցանկանում ասոցացվել տգետ ձևի ներկայացնողների հետ, ապա ստիպված առայժմ ոչինչ չենք ասում։ Հետո մենք մեր տեսանկյունները շատ ավելի քաղաքակիրթ ձևով կներկայացնենք։ Լավ։ Ինչ վերաբերում է Արցախին, թույլ տվեք չկրկնվել, թե ինչը ոնց խի եղավ։ Ամենայն դեպս իմ վստահ կարծիքով դու այնքան էլ չես սիրում Արցախը, այլապես ամենայն մանրամասնությամբ եւ օբյեկտիվորեն ուսումնասիրեիր ամբողջը, ընդ որում փառք Աստծո հիմա բանակցային փաստաթղթերը հրապարակային են, մեր ժամանակ հրապարակային չէին։ Մենք ստերից ընդերից էինք իմանում, ինչ մուտիլով կային մտածել դրանք։ Մենք ստերից ընդերից էինք հասկանում, անալիզանում ու հասկանում, որ բալյուբոմու պատերազմա լինելու ու մենք դրան չգիտես ինչի չենք պատրաստվում։ Հետո սկսեցինք հասկանալ նաև, թե ինչու չէինք պատրաստվում։ Այնպես որ Արցախի անուն մի տվեք, որովհետև դուք չեք կարող տալ Արցախի անուն առանց ուսումնասիրած լինելու Արցախի հիմնահարցն ու հիմնախնդիրը ու դրա գնալ սատարել ռուսամետ ուժերի։ Սուս, ախպեր չեք լսում։ Ումա վերաբերվում, ինչ ա եղել։ Ասեմ, որ Սուս ջան, լսել բնականաբար չենք լսում, որովհետև գրում ես։ Շատ պիտի կարդանք։ Բան ա եղել, ինչ-որ բաներ ուզում ասեիր ընկեր։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, խոսամ լավ, ներողություն, պարզապես վերևա, որ գրել էիր ախպեր, ցավդ տանում, հազար ներողություն, Սուս ջան, ուրեմ լավ, դու էլ քուր ջան, սենց ասա, ինչ-որ բան ա եղել ցավդ տանում։ Բայց թույլ տվեք այսքանով եթերը սահմանափակենք, այսօր այսքանով բավարարվենք։ Ես մի բանի համար եմ ցավում, որ շատ բաներ հավաքել էի, բայց նենցա որ դրանց վաղն էլ անդրադառնալը ճիշտ չի լինի, որովհետև թեմաներ կա, որ շատ արագ հնանում են։ Չնայած ժամանակ առ ժամանակ վերհիշելու համար պետք գալիս էր։ Նենց որ կարծում եմ վաղն էլ ես էլ քեզ ցավը տանեմ, ես էլ քեզ։ Անկած չմտածես ուրիշ բանի համար էի ասում, իսկապես իմ տպավորությունն այդպեսին է։ Շատ շնորհակալ եմ, Սուս ջան։ Բանա, ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ, հիշել, վերհիշել, որպեսզի ես մարդկանց տեսակը պարզ դրված լինի, իսկ գնահատական արդեն ամեն մարդ իր ձևով։ Այստեղ լավ։ Մնացածը վաղը։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ կլինի, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։ Շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու, արձագանքների եւ իհարկե մեկնաբանությունների դաշտում հաճելի նորմալ մթնոլորտ պահպանելու համար։ Այ մեր տեսակը սա է, թե չէ լավ էր, եսիմ ինչ էր, ով ինչ ուզում կժի դարը։ Գնել как вы читаете написано здесь предлагают Горно, Армении билеты на самолет к выборам и обратно деньгами. Голосовать за Самվելը։ Սրա մասին շատ խոսել ենք, եկեք Ջորջան երկու բառով Իննա Պետրոսյանին անդրադառնամ։ Ուրեմն, ես չգիտեմ դուք ինչ կան, այդտեղ ինչ են ուզում անեն, նու գիտեմ, այսինքն, բայց եթե դրա մասին մեր իրավապահները իմանան, ապա դա քրեական պատասխանատվություն է ենթադրում, մինչև 7 տարի։ Երկրորդ, եթե ինչ-որ ձևով չիմանան, իսկ այդպիսի դեպքեր բնականաբար կլինի, միևնույնն է, դուք կարող եք վերցնել գումարը, գալ,
քվեարկել ձեր ուզած մարդու օգտին ու հետ գնալ։ Միևնույնն է, իրենք չեն իմանալու դուք ում օգտին եք քվեարկել։ Այն պատմություններ, որ մենք տեսնում, մենք մարդ ունենք, մեր գրիչը ուրիշ գրիչ է, մեր, չգիտեմ, ինչ արեք, ինչ արեք, ոչ մեկ չի կարա դա ունենա, սա հանգիստ եղեք։ Հետո ես լսել եմ, որ ասում են, թե պիտի ծիշկեն դնեք, նկարեք, բերեք, ցավները տանեմ, կուտը չուտեք, որովհետև դուք չեք կարա ինչ-որ բան նկարեք, տանեք, իրանք այ հենց այդտեղ կարող է ասեն, բա նկարը չկա, փողը չենք տալիս։ Ուրեմն չեք կարա նկարեք, որովհետև եթե դա տեսնի վստահված անձը, իսկ վստահված անձը բնականաբար դա կտեսնի, միանգամից պարտավոր է հրավիրել իրավապահ մարմիններին, որոնք որ բոլոր տեղամասերում առնվազն 2-ից 4 հոգի կան։ Չի կարելի նկարել տեղամասում կտրոնը։ Եվ երկրորդ, ես եթե չեմ սխալվում, հիմա պծիչկայով չի։ Հիմա թուղթն է, մի քանի 19 ուժ են մասնակցում, 19-ը թուղթ լինելու համար եկալած, ձեր թուղթը դնելու եք ծրարի մեջ տանեք, հակառակ կողմում փոքրիկ կտրած բանը դրոշմանը շտերվում խցվում արկղի մեջ հարյուրավոր այդպիսի բաներ։ Այնպես որ այս կողմից բան արեք, հանգիստ եղեք, իհարկե դες բաներ կա, բայց ես նաև ունեմ տեղեկություններ, որ այդ մարդկանցից շատերը համաձայնել են ու գալու են լրիվ այլ մարդկանց քվեարկելու։ Դա։ Իհարկե Ռուսաստանում կուզեն դա, այնց դրա համար էլ վատ է դա։ Բայց մեր իրավապահ մարմինները պրոցեսների մեջ են, ինչպես տեսնում եք, հրապարակումները շատ կան, եթե ուշադիր եք։ Այնպես որ լավ եղեք Ժորժ ջան, այսքանով փակենք։ Եվս մեկ անգամ բարի գիշեր։